Ամառային արևադարձը հետևում է, և 2025 թվականի հուլիսը մտնում է իր ուրույն տեղը, բերելով էներգիայի նոր ալիք։ Հուլիսի 1-ից տիեզերական ռիթմերը վերակառուցվում են, ստեղծելով հատկապես բարենպաստ պայմաններ կենդանակերպի 3 նշանների համար։ Նրանց համար ճակատագիրը նախապատրաստում է բարեհաճության մի շրջան, երբ բախտը դառնում է հաճախակի հյուր և հանգամանքները զարգանում են առավել ներդաշնակ ձևով։ Ովքեր են այս բախտավորները, ովքեր կզգան հաճելի փոփոխություններ և ցանկալի հնարավորություններ։ Առյուծներ։ Սկսվում է Արեգակի գահակալությունը։ Առյուծների համար 2025 թվականի հուլիսի 1-ը իսկապես նշանակալի իրադարձություն կլինի։ Նրանց իշխող լուսատուն Արեգակը մտնում է իր բնիկ տարերքի մեջ, նշելով անձնական իշխանության և ճանաչման շրջանի սկիզբը։ Սա այն ժամանակն է, երբ առյուծի ներքին լույսը հատկապես պայծառ է փայլում, գրավելով ուշադրությունը, հիացմունքը և հնարավորությունները, որոնց մասին նա վաղուց երազել է։ Ստեղծագործական հաղթանակ և տաղանդի ճանաչում։ Հուլիս ամսվա էներգիաները ստեղծում են իդեալական հարթակ ձեր կարողությունները ցուցադրելու համար։ Ստեղծագործական նախագծերը, վաղուց փայփայված գաղափարները կամ աշխատանքի համար ծակ նախաձեռնությունները կստանան հզոր խթան և հնարավորություն փայլուն իրականացման։ Առյուծի տաղանդը կնկատվի և կգնահատվի, հնարավոր է բերելով ոչ միայն բարոյական բավարարվածություն, այլև շոշափելի արդյունքներ։ Սա այն ժամանակահատվածն է, երբ ինքնադրսևորվելու քաջությունը պարգևատրվում է։ Անձնական երջանկություն փառքի ճառագայթներում։ Սրտի ոլորտը նույնպես կլուսավորվի հուլիսյան արևի ջերմությամբ։ Միայնակ առյուծները կարող են հանդիպել այնպիսի մարդու, ով նրանց կնայի հիացմունքով, կգնահատի նրանց էներգիան և հոգու առատաձեռնությունը։ Հարաբերությունների մեջ գտնվողների համար սա հատուկ սիրավեպի, կրքի և փոխադարձ հիացմունքի ժամանակաշրջան է։ Գործունեության, տոների կամ պարզապես ուշադրությամբ լի պահերի համատեղ գործարկումը կամրապնդի կապը և խորը ուրախություն կպարգևի։ Նրա շրջապատի մարդիկ կձգտեն հաճեցնել առյուծին։ Վստահության և էներգիայի ավելացում կլինի կենսունակության և անսասան ինքնավստահության ալիք։ Ներքին ուժի այս զգացումը կօգնի առյուծներին հեշտությամբ հաղթահարել փոքր խոչընդոտները, ստանձնել նոր համարձակ մարտահրավերներ և զգալ իրենց կյանքի տերը։ Առողջությունն ու ընդհանուր տոնուսը նույնպես կարող են հաճելի լինել, թույլ տալով վայելել ամռան բոլոր հաճույքները և ակտիվ ժամանցը։ Առյուծի համար հուլիսի սկիզբը նրա անձնական ոսկե սեզոնի սկիզբն է։ Ժամանակն է փայլելու, ձեր անհատականության մագնիսականությամբ հաջողություն գրավելու և սիրո ու ստեղծագործության մեջ արժանի պտուղներ քաղելու։ Աղեղնավորներ։ Ճանապարհը կանչում է, բախտը ուղեկցում է։ Ազատասեր և արկածախնդիր աղեղնավորների համար 2025 թվականի հուլիսի 1-ը կբացի դուռը հետաքրքիր հնարավորությունների և բարենպաստ փոփոխությունների մի շրջանի, հատկապես հորիզոնների ընդլայնման հետ կապված։ Յուպիտերի՝ նրանց հովանավորի էներգիան ամրապնդվում է, բերելով լավատեսության և լավագույնի հանդեպ հավատի ոգի։ Սահմանների ընդլայնում։ Ճանապարհորդություն և գիտելիքներ։ Ճակատագիրը կարող է անսպասելի հնարավորություններ ներկայացնել կապված երկար հեռավորությունների ճանապարհորդության, ուսուցման կամ նոր մշակույթների հետ։ Հնարավոր է հանգամանքների հաջող համընկնումը իրականություն դարձնի ճանապարհորդելու վաղեմի երազանքը, ստանա հրավեր մեկ այլ քաղաքում կամ երկրում, կարևոր միջոցառման կամ հնարավորություն ունենա սկսել ուսումնասիրել ինչ-որ հետաքրքիր և խոստումնալից բան։ Հետաքրքիր մարդկանց հետ այլ վայրերից հանդիպելը կընդլայնի ձեր հորիզոնները և հնարավոր է նոր ուղիներ կբացի։ Մասնագիտական աճ և փիլիսոփայական ընկալում։ Կարիերայի ոլորտում կարող են առաջանալ առաջարկներ կապված միջազգային համագործակցության, կրթական նախագծերի, հրատարակչական գործունեության կամ իրավունքի հետ։ Աղեղնավորները կարող են ոգեշնչվել, տեսնել իրենց աշխատանքը կամ կյանքի ուղին նոր, ավելի գլոբալ կամ փիլիսոփայական լույսի ներքո։ Սա այն ժամանակն է, երբ նրանց ոգևորությունը ու ընդհանուր պատկերը տեսնելու ունակությունը բարձր կգնահատվի, ինչը հնարավոր է կհանգեցնի պաշտոնի բարձրացման կամ հետաքրքիր նախագծի։ Ներքին ազատություն և լավատեսություն։ Կգա հոգևոր թեթևության և ապագայի նկատմամբ խորը հավատի ժամանակաշրջան։ Մռայլ մտքերը կհեռանան, տեղը զիջելով արկածախնդրության, ազդեցությանը և վստահությանը, որը ամեն ինչ լավագույնս է ընթանում։ Սա բարենպաստ ժամանակ է հին սահմանափակող համոզմունքներից ազատվելու և դրական փոփոխությունների հոսքին բացվելու համար։ Հատուկ հաճույք կպատճառի նման մտածող մարդկանց հետ շփումը։ Աղեղնավորի համար հուլիսի սկիզբը կանաչ լույս է դեպի նոր հորիզոններ
նշաններ տանող ճանապարհին։ Ժամանակ, երբ ճանապարհն ինքնին տանում է դեպի հետաքրքիր հանդիպումներ, գիտելիքներ եւ այն զգացողությունը, որ աշխարհելի է հրաշալի հնարավորություններով։ Ջրհոսներ։ Ապագան շտապում է դեպի ձեզ։ Առաջադեմ եւ անկախ ջրհոսների համար ճակատագիրը կփոխվի դեպի ապագա 2025 թվականի հուլիսի 1-ից։ Այս ժամանակահատվածը բարեհաճ կլինի բարեկամության, կոլեկտիվ նախագծերի եւ իրեն ժամանակից առաջ անցած գաղափարների իրականացման ոլորտում։ Էներգիաները նպաստում են անսպասելի, բայց հաջող շրջադարձերի, բարեկամություն, թիմային աշխատանք եւ մարդասիրական նախաձեռնություններ։ Հատկապես հաջողություն կբերի ընկերների, համախոհների հետ կապերը եւ թիմային աշխատանքին մասնակցությունը։ Դուք կարող եք անսպասելի աջակցություն ստանալ ձեր շրջապատից, հրավեր հետաքրքիր խմբային նախագծի, գուցե կապված տեխնոլոգիաների նորարարության կամ բարեգործության հետ, կամ ճանաչում համայնքային ծառայության մեջ ձեր նվաճումների համար։ Նոր ծանոթությունները կարող են վերաճել ամուր բարեկամության կամ ընդհանուր իդեալների վրա հիմնված արդյունավետ համագործակցություն, նորարարություն եւ անսպասելի հնարավորություններ։ Ճակատագիրը կարող է հնարավորություն ներկայացնել կապված անսովոր, բարձր տեխնոլոգիական կամ պարզապես անսովոր մի բանի հետ։ Հնարավոր է սա վերաբերում է օրիգինալ գաղափարի իրականացմանը, յուրօրինակ միջոցառմանը մասնակցելուն կամ նոր հեռանկարներ բացող տեղեկատվություն ստանալուն։ Ջրհոսները կարող են հայտնվել ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին, օգտվելու ապագա տանող հնարավորությունից։ Գործողության ազատություն եւ դրական անակնկալներ։ Գալիս է մի ժամանակ, երբ հանգամանքները այնպիսին են, որ ջրհոսները ավելի շատ ազատություն են զգում սահմանափակումներից։ Երկար ժամանակ ձեզ տանջող խնդիրները կարող են հեշտությամբ լուծվել։ Կարող են լինել հաճելի անակնկալներ, ճակատագրի փոքր, բայց ուրախալի նվերներ կամ իրավիճակներ, երբ նրանց յուրահատուկ տեսակետը պահանջարկ կունենա եւ դրական արդյունքներ կբերի։ Փոփոխության էլեկտրական էներգիան օդում է։ Ջրհոսի համար հուլիսի սկիզբը այն ժամանակն է, երբ ապագան ավելի մոտ է եւ բարեկամական է դառնում։ Հնարավորություն կապվելու համախոհ մարդկանց հետ, տեսնելու ձեր գաղափարների ծիլերը իրականում եւ զգալու տիեզերքի աջակցությունը աշխարհը մի փոքր այլ դարձնելու ձեր ցանկության մեջ։ 2025 թվականի հուլիսի 1-ից բախտի հատուկ ճառագայթներ կլուսավորեն արյոցների, աղեղնավորների եւ ջրհոսների ուղին։ Արյոցների համար սա փայլելու եւ իշխելու ժամանակ է։ Աղեղնավորի համար համարձակորեն շարժվելու դեպի նոր հորիզոններ, իսկ ջրհոսի համար վստահորեն դիմավորելու ապագան համախոհների ընկերակցությամբ։ Այս ժամանակահատվածում ճակատագրի բարեհաճությունը կդրսևորվի որպես հանգամանքների ներդաշնակ համադրություն, որը կբացի դռներ ցանկալի իրադարձությունների եւ կյանքի նվերների համար։ Թող ամռան սկիզբը լինի լույսով, ուրախությամբ եւ այն զգացողությամբ լի ժամանակ, որ աշխարհը նպաստում է այս նշանների լավագույն ձգտումներին։